Անընդհատ դուք վիրավորում եք, անընդհատ ինչ-որ մարդկանց բոմժ եք անվանում, չգիտեմ, շունշ անգյալ, ինչ ասեցիք, սպառնում եք, այն օրն էլ Ֆայլաբազարով անցնում էի, դուք մոտեցան ինձ, խնդրեցին նաև ձեզանից են հարցում, ասում են, կներեք, ուղիղ ասում են, բա երբ են սրանք գնալու, ասում ինչ եք ուզում հեռանան, ասում որ վերջապես գնան, աշխատանք չունենան, իրանցից մեծ մասը չգիտեմ որտեղ պետք է աշխատի, գան Ֆայլաբազարով մեր կողքը կանգնեն եւ հասկանան ինչ է նշանակում սեփական քրտիկով աշխատել, սեփական գումարը վաստակել եւ հետո նաև ծաղրել այդ գործով զբաղվողներին։ Հիմա վերջապես դուք այս ամեն ինչի մեջ խնդիր չեք տեսնում այդ բոլոր դրականների կողքին, որ այդ շղթան պետք է կտրել այդ մահվան ողբերգությունների գորուսների։ Նախ ես որևէ մեկին շունուշանգյալ չեմ ասել, ես մեջբերել եմ անդիմադիր քաղաքական ուժերի կողմից օգտագործվող բառապաշարը արտահայտված քննչական հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից։ Այսինքն, երբ որ ես ասում եմ շունուշանգյալ, ես մեջբերում եմ անդիմության օգտագործող բառապաշարը, ժեխել եմ ասում որպես անդիմության բառապաշար, որը նրանք օգտագործում են մեր սիրելի ժողովրդի կողմից։ Ինչ վերաբերում է Ֆայլաբազարին, ես բանվորություն շատ եմ արել։ Ես աշխատել եմ, ես իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ բանվորությունից։ Ես երբեք որևէ աշխատող մարդու նկատմամբ չեմ կարող որևէ անհարգալիցության դրսևորում ցուցաբերել։ Ֆայլաբազարը չկա Երևանում, Ֆայլաբազար, այսինքն դա վիրավորական բառ է Ֆայլաբազարը։ Ես հեգնանքով Ֆայլաբազարին չեմ ասում, հազար ներողություն, ես եթե հեգնանքով ասում եմ, այդ հեգնանքը դուք մի հասցեագրեք մարդկանց։ Ես հեգնանքը վերաբերվում էր նրան, հազար ներողություն, երբ որ ես ձեզ ասում եմ, որ դուք քվեարկելու եք մեր օգտին, եթե որ պահին մենք իշխանություն չլինենք, դուք պետք է այլ աշխատանք փնտրեք։ Ես Ֆայլաբազար, ես փողոցներում քայլում եմ, ես երբ որ փողոցներում կոմունալ աշխատողի եմ հանդիպում, որ ես Երևանում շրջում եմ, ես մոտենում եմ այդ մարդկանց ձեռքով բարևում եմ, եթե դեմ չեն լինում, այս կրծքանշանից էլ նվիրում եմ, որպիսությունը հասնում եմ, դուք երբ կարաք տեսած լինեք, որ ես աշխատող մարդու նկատմամբ կապ չունի ինքը ինչ աշխատում։ Ես տասնյակ անգամներ եմ կառավարության նիստում հայտարարել, որ որևէ աշխատանք, չկա այդպիսի աշխատանք, օրինական աշխատանքի մասին է խոսքը, որը արժանի չի հարգանքի։